Եկվա հրապարակված վարչապետի կողմից հրապարակված պլանը եւ այսօրվա պլանը տարբերվում են։ Այսօրվա հրապարակված, որը քննչական կոմիտեն է արդեն հրապարակել, պլանը 24 թվականի ամառվա մինչև սեպտեմբեր ամսվա մասին է, այսինքն պետք է այդ հեղաշրջումը այսպես կոչված այդ ժամանակ արվեր։ Հետեւաբար ես բնականաբար հիմնավոր կասկած ունեմ, որ այս պլանը, այս ամբողջ տեղեկատվությունը, այս ձայնագրությունները, եթե դրանք իրական են, որտեղ դրանք իրական չեն, եթե այս ամեն ինչ որ իրական է կա, սա հին բան է, սա մանրամասն եղել է իշխանության ձեռքերում, որ հարմար պահի այն օգտագործեն։ Որն է հարմար պահը։ Հարմար պահն այն պահն է, որ երբ որ իշխանության գործերը վատ է, իշխանությունը անում է մի բան, որը շատ վատ արձագանք է ունենում, հա, այդ ժամանակ ինչ պետք է անել, պետք է հարամել, դաշտը խառնել, գեբելսյան քարոզչանակյանները միացնել, որ ոչ ոք չհասկանա ինչ է կատարում եւ ամեն ինչ թացը չորի հետ այրել գնա։ Վատ բանը որն է վերջի արած իշխանության, դա Սամվել Կարապետյանին ապօրինի, անհիմն, տոտալ կալանավորումն է, որ որևէ հիմք չկա, ապօրինի կոնկրետ քաղաքական հետապնդում անմիջական վարչապետի ցուցումով եւ նրանք հարցումները ունեն, կան հարցումներ, ըստ որի ժողովրդի մեծամասնությունը դոմինանտ քննադատում է, վատ է վերաբերվում այդ ամենին, այն ինչ որ արել է Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ։ Ինչ անել, որ այս իրավիճակից դուրս գալ, օգտագործել են տեղեկատվությունը, որը 1 տարի առաջ իրենք այլևս ունեին եւ հարմար պահի ուզում էին հրապարակել։ Ահա հարմար պահ, այսինքն այս բոլոր մարդիկ հսկվել են, այս բոլոր մարդկանց պահել են, այս մարդկանց մուտքերը փակ են եղել, երկրի չէին կարող դուրս գալ, բոլորը հսկողության տակ են եղել հարմար պահի դմփասնելու համար, այս գմփունը հանելու որ վայ, վույ, հեղաշրջում բան։ Մենք տեսել ենք նման շոուներ, հետո ինչա պարզվել է կեսը հեքիաթ է եղել։ Այսինքն միշտ ֆիքսեք, որ կա կիսա ճշմարտություն, այսինքն ինչ որ ձայնագրություններ երևի թե կա, երևի ձայնագրությունների հիման վրա ինչ որ թղթեր գրվել, ինչ որ թղթեր հրապարակվել է, այդ թղթերի մեջ ում անուն ուզեցեն մտցրել են, ումը չեն ուզեցել չեն մտցրել, այս ձևի բաներ է տեղի ունեցել, եւ պատկերացրեք 1 տարի առաջվա պատմություն, հիմա հրապարակված թուղթ, որտեղ մտցնում են Սամվել Կարապետյանյանն, որ իրան էլ կապեն այս թեմայի հետ, բա մեր ձևով բան այնտեղ Ալեն Սիմոնյանը գրում է, որ զենքերի նկարներակ դրած գրում է մեր ձևով է էսա, հա, էսեք ուզում ասեք, ինչի որովհետեւ գիտեն որ այն մեկի գործը այն մյուսը Սամվել Կարապետյանինը տոտալ ապօրինիա ոնց անեն որ դրատակից դուրս գան ժողովրդի այս բարձր ձևավորված դժգոհությունը փշրեն ցրեն դա այս ճանապարհով բոլորին կապել իրար եւ խառնել իրար այսինքն այն պլանը որ հրապարակվել է հիմա գցում են բոլորի ջեբը այսինքն այդ պլանը հեղափոխության գցում են դրա հետ կապ չունեցող մարդկանց ջեբը նաեւ եւ կարող էին բոլորի անունները գրել ովքեր որ ընդդիմադիր գործունեություն են ծավալում ցանկացած բան եթե անգամ դա ինչ որ շատ լուսավոր բան լինի կապվում է նախկինների հետ մերավ գնաց կործանվեց ավարտվեց դա իմացեք ես այդտեղ բան չկա այսինքն նախկինների անունը Չարենցի հետ կապում ես Չարենցի ժողովուրդը դիստանցավորվում է ում հետ ուզում է կապես նախկինների անունը հա դա ժանտախտի վարակի պես մի բան է խոսքը գնում է կոնկրետ նախկին այդ որ այսօր խորհրդարանական ընդդիմություն են իբր թե խորհրդանում այդ ուժերի ղեկավարության մասին հիմա սիրելի հայրենակիցներ այսինքն փորձում են հիմա այս պլանը գցել եկեղեցու գրպանը Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանը, բա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ բան հենա կաթողիկոսի հետ հանդիպել է, այսինքն բոլորի գրպանը փորձում են գցել այս պլանը, որ այդ մարդիկ կապ չունեն։ Այ Նիկոլին կարող սիրեք, կարող ատեք, կարող որպես գացմունք չունենաք, ինչպես ես, ոչ սիրել ոչ ատել, բայց մի բան ակնհայտ է, նա քաղաքական մարդ է։ Եվ ապա քաղաքական մեթոդներով նրա վրա գնացողներին նա հեշտությամբ այս նման մեթոդաբանությամբ, տեսեք, ոստիկանություն հարացը բոլորի ձեռքում է, չէ՞։ Ինքը այդ մեթոդներով այդ մարդկանց դեմն առնում է։ Եվ դուք զենք եք տալիս նրա ձեռքը, որ այդ մեթոդով ձեր դեմը առնի, բոլորնանք ովքեր որ նման մեթոդներ են կիրառում։ Հասկանում եք։ Այսինքն տեսեք, Սամվել Կարապետյանի մի հատ 1.5 րոպեանոց հարցազրույցը կոնկրետ հստակ կարծիք է, դիրքորոշում է, որը անգամ եթե դա ունենք քաղաքական, դա կարծիք է, հրապարակված նյուզերումով բոլորս դիտել ենք։ Դրա համար հետապնդելը քաղաքական հետապնդում է։ Որովհետև որ մարդուն զենքով, զրահով, պլանով, չգիտեմ ինչերով բռնում են, դա արդեն չէ, չես կարող, չէ՞, մտցնես, ոնց դիտարկես դա։ Ոնց դիտարկես դա։ Եվ էս է խնդիրը, սիրելի հայրենակիցներ։ Այս սենց ապականում են թացը չորի հետ այրում եւ դաշտը ամայացնում, կործանում, ժանտախտի պես ամեն ինչ վարի տալի, որ մինչև ընտրություններին հասնելը Նիկոլ Փաշինյանի համար ամեն ինչ հանգիստ վերընտրվելու հնարավորություն ունի։ Այսինքն տեսեք, բոլորը հիմա կբռնվեն, բոլորը կպատժվեն, բան չէ։ Էլի նկասի նայեք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մնացել են, իրանք հիմա լիվանավորում են չգիտեմ ում, կամ անձամբ են մասնակցում ընտրություններին, որ էլի իրանք հաղթի։ Պարզապես Բագրատ Սրբազանյանց դատը երկար կձգվի, մեծ դատեր կլինեն, մեծ էներգիա կտանի, մեծ ռեսուրս կտանի եւ էլեկտորալ կաշխատեցնեն, կասեն նայեք հոկտեմբերի 27-ը ա եղել։
Հիմա էլ էս արինում ժողովուրդ դրա համար գնացեք ընտրեք ջոր մարդիկ գրում են պետության դեմ են դուս եկե պետությունը ժողովուրդ ջան պետության դեմ չեն դուս եկե եթե անգամ դա ճիշտ է իշխանության դեմ են դուս եկել իշխանության դեմ տերմինները մի խառնեք եւ էլի թացը չորի հետ բանան հիմա ընտրական process-ների մասին նայեք ամենաթարմը Նիկոլ Փաշինյանը պարտվել է Երևան քաղաքի ընտրություններում Դոգը Հայկ Մարությանը եւ Անդրանիկ Թևանյանը իրար հետ վերցրած ավելի շատ ձայն են ստացել եւ հաղթել են Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան դաշինքին։ Այլ հարամություններով դա տեղի չի ունեցել, բայց ո հաղթել են։ Ընտրական տեղամասից հանված քվեատուփի արդյունքներով հաղթել են։ Հետեւաբար հնարավոր ընտրություններով հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Այո, Նիկոլ Փաշինյանի ընտրություններով նախկինները կարող են հաղթել։ Ոչ։ Հետեւաբար նրանց գլուխներում կարող են ծնվել 1001 խուճուճ ինչ պլան ասես կարող ծնվել։ Հասկանում եք, թուղթ ասենք, երևում է էլի, որ այդ թուղթը որ տարածում էին։ Դա երևում է ինչ որ ԿՊԱ-ական լաբորատորիայում գրած թուղթ է։ Այսօրվա քննչական կոմիտեի թուղթ է։ Պարզվում է 24 թվի մասին է։ Որ 24 թվի մասին է ո՞նց եք ուզում կապեք այսօրվա մարդկանց հետ, այսօրվա դեպքերի հետ։ Հետո դուք դա պահել եք հարմար պայ օգտագործելու համար։ Էս եք դուք։ Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի գործերը վատ է էլեկտորալ իմաստով, շատ վատ է էլեկտորալ իմաստով։ Հարցումները նայեք, էլեկտորալ իմաստով ինքը չի կարող ընտրվել, ընտրություններով ինքը պարտված է։